24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ադրբեջանագետ մեր ձևով շարժման անդամ Գառնիկ Դավթյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ ընկալվելու համար։ Ես շնորհակալ եմ հավելի համար։ Խոսենք նախ այն ինչ կատարվեց երեկ Ադրբեջանի Բաքվում, նշենք, որ դրան նախորդել էր Աբու Դաբիում անցկացվող Զայեդ մրցանակաբաշխությունը, որի ժամանակ մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակ ստացավ եւ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը, եւ դրան հաջորդեց արդեն Բաքվում կայացված որոշումը, որով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը փաստորեն կալանավորվեց ՑՄԱ ազատազրկմամբ եւ նաեւ Արցախի նախկին նախագահներից Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման, քանի որ Ադրբեջանում գործում է այդ օրենքը, որ 60 տարին լրացած անձանց ՑՄԱ ազատազրկում հնարավոր չէ տալ։ Այս ամեն ինչը ինչ բացատրություն ունի, ինչպես է լինում, որ խաղաղության մրցանակ են ստանում, եղբայրության մրցանակ են ստանում եւ հենց դրա հաջորդ օրը Ալիևը դատում է հայրին եւ արդյոք այդ հանդիպումը, որ եղավ Ալիևի հետ առանձնազրույցը, այդ հարցերը հնարավոր չէր քննարկել։ Նախ շեշտեմ, որ Ադրբեջանում օրենք առհասարակ չկա, եթե մենք հողում ենք անում այդ 60 տարեկան կարգավիճակին, եկեք չմոռանանք, որ Ադրբեջանը ինչպիսի պետություն է եւ ինչպիսի հասարակություն է առհասարակ եւ ինչ է շնչում հայերի նկատմամբ։ Դե նրանք մեծահասակ, ասում 60 տարեկան, 20 տարեկան, 80 տարեկան են դառնալու։ Դատավարությունը ինքը ֆեյք է, ինքը չունի որևէ իրավական հիմք։ Այդ մարդկանց պարզապես գողացել են Արցախից, ինչ քաղաքական նախապայման դնելու։ Դրա մասին չեմ կարծում խոսվել է շատ, բայց կարող ենք խոսել, խնդիր չեմ տեսնում, ու գիտենք հետևանքները։ Բայց իհարկե ձեր նշած հարցերը շատ կարևոր են, ես կուզեի երկուսն էլ իրար հետ փոխկապակցվածությունը ներկայացնենք ու հասկանանք մեր հայրենակիցներին հետ քննարկենք ու հասկանանք, թե ինչը առհասարակ պարունակում։ Ես թերևս Զայեդի այսպես կոչված մրցանակաբաշխությանը երկու հայացքով կնայեմ, առաջինը այն որ որպես փորձագետ եւ երկրորդը որպես սովորական Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Իմ տպավորությունը այդ մասով բավական վիրավորական էր եւ մեծ ցավով էի նայում այդ process-ին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը մեր Հայաստանի Հանրապետության երկրի վարչապետն է ու բնականաբար ներկայացնում ամբողջ հայ ժողովրդին ու հետեւաբար ես չէի կարող դրանից անմաս մնալ։ Դա մրցանակաբաշխություն չէ, սկսենք դրանից, դա պարզապես են նայել։ Դե գիտենք ովքեր են նայել, շատ նորմալ է, մենք չենք զարմանում ու ենթադրում եմ իրենք անգամ հպարտության կարող են նայել, նույն հպարտությամբ կարող են նայեն, երբ որ Արցախը ամիսներով շրջափակված էր, ջուր հոսանք գազ կտրված էր, մարդիկ սովից մահանում էին, իհարկե ես կարծում երևի իրենք դրան էլ են հպարտությամբ նայել, ուղղակի ադրբեջանցիների աչքերով։ Ինչ վերաբերվում է մրցանակաբաշխությանը, ես այնտեղ տեսա մի մարդու կանգնած, ով ոչ թե ներկայացնում էր Հայաստանի Հանրապետության դեմքը, այլ ներկայացնում էր Ադրբեջանի հետ եղբայրության կարգավիճակը ու ասես դափնի է դրված Ալիևի գլխին, իսկ Նիկոլի գլխին դրված էր դափնուց մի հատ տերև։ Ընկալումներս որպես փորձագետ բոլորովին չէին բխում մասնագիտական, վերլուծական համատեքստից, որովհետև դա ներկայացում էր ոչ թե երկու պետությունների միջև կայացած փաստ կամ խաղաղության օրակարգ, դա ներկայացում էր որպես Ադրբեջանի կողմից հաստատված խաղաղության օրակարգ։ Եվ անգամ շնորհակալական խոսքերը եւ ելույթները եւ Փաշինյանի եւ Ալիևի դրա մասին են խոսում։ Ալիևի հռետորաբանությունը եւ շեշտադրումները այդ համատեքստում բավական թելադրող են եւ փաստ արձանագրող, որ ես եմ եղել այն մոտիվացնողը եւ այն թելադրողը, որ խաղաղություն է եղել, ինչը կարելի է ենթադրության եւ կասկածի հիմք տալ, որ այսօրվա իշխանությունը ունեն լուրջ կաշկանդվածություն եւ չեն ներկայացնում մեր ժողովրդի իրական խաղաղության շահը։ Եվ որպես քաղաքացի ես խորը վիրավորանք ապրեցի, որովհետեւ երբ որ շատ հեռու չգնանք գան 44-րդ պատերազմից։ Երբ որ կար 44-րդ պատերազմ, ունեինք ուրեմն գլխատված քաղաքացիական անձինք, ունեինք ռազմական հանցագործություն կատարած բազմաթիվ օրինակներ, ապացուցված օրինակներ Ադրբեջանի կողմից ընդդեմ Հայաստանի։ Ունենք այնպիսի քաղաքական խոսույթ, որով կամ կենթարկվեք մեզ Ադրբեջանի կողմից կամ կվերացնենք ձեզ։ Ու այս ամբողջը ընդամենը 4 տարում մոռանալ եւ տրվել ինչ որ դափիների, ես կարծում եմ նախ եւ առաջ Նիկոլ Փաշինյանը չի սիրում եւ չի հարգում, ավելի ճիշտ զզվում է իր ժողովրդից, որովհետեւ չի կարելի այսքան ցավի ու տառապանքի միջով անցնող ժողովրդին բերել այս օրակարգի, դա ներկայացնել որպես լավագույն ձեռքբերում, բայց դա ողբերգության մաս է կազմում, հա, ողբերգությունը ներկայացնում են, ողբերգության բերում են,
Հետո ողբերգություն ներկայացնում որպես լավագույն լուծում։ Ու հաջորդ օրը լինում է դատավարություն։ Արդյոք սա մարկային է եւ առհասարակ եղբայրական է, ինչպես այդ մրցանակաբաշխության անունն էր կոչվում։ Սա ես կարծում եմ մեկ անձի կողմից եւ պնդում եմ մեկ անձի կողմից թելադրված քաղաքական օրակարգ է, որի սպասարկուն Նիկոլ Փաշինյանն է։ Ու ասեմ ավելին, երբ որ ես որպես քաղաքացի նայում այդ կադրերին, Նիկոլ Փաշինյանի վարքը, կանգնելու դիրքը ու Ալիևի կանգնելու դիրքը հստակ հասկանում ես, որ այդ մարդը, այսինքն Նիկոլ Փաշինյանը, որևէ ձևով չի ներկայացնում այն հպարտ քաղաքացուն, որի մասին ինքը պարբերաբար խոսում է։ Ինքը գնում է արտերկիր, բոլորի հանդեպ կուզուպարզ է լինում, ժպտում, եղբայրություն անում, գալիս է հետ Հայաստան, սկսում է դատապետել ում կարա։ Ընդդիմություն, անգամ հասարակ քաղաքացուն եւ ներսում։ Ես գիտեք, մտածեցի եզրույթ ասեմ, իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը ավելի շատ հայատյացա, քան Իլհամ Ալիևը։ Ինչու՞, նորից պատճառաբանենք։ Իլհամ Ալիևի կողմից արված հայտարարությունները եւ պաշտոնյաների կողմից արված հայտարարությունները, հանձինս օրինակ Ղազախի դեպքերի մասին խոսենք, որ Իլհամ Ալիևն ասում էր զարմանալի էր, որ Ղազախը հողերը վերցրեցինք, իդապ դա ասում էր Ակնայում իր ելույթի ժամանակ, քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, ես խոսում եմ 24 թվականի դեպքերի մասին, սրբազան շարժման մասին, ասաց անգամ այնքան զարմանալի էր, որ այդ հողատարածքները մեզ տվեցին առանց կրակոցի։ Այսինքն ակնհայտ Իլհամ Ալիևը խոսում է, որ ես թելադրել եմ Նիկոլ Փաշինյանը, ի զարմանալի ինձ դա հլու հնազանդ կատարել է։ Ես անկեղծ եմ ասում, ինձ համար այս process-ը ինչը կատարվում է, երևի թե մենք սա տակից տասնամյակներով չկարողանանք գոնե մեր մեջ այդ կոմպլեքսը մաքրել, որովհետև անգամ մեր հաղթանակի դեպքում Պարագայում առաջի Արցախյան շարժման մասին է խոսում։ Այս տեսակ նվաստացում չի եղել։ Մենք հանդես ենք եղել հաղթողի դիրքերից, մենք փորձել ենք օրակարգը շրջել մեր կողմ եւ ներկայացնել մեզ որպես կառուցողական կողմ, ես չեմ ուզում խորանալ բանակցային process-ների մեջ շատ կխոսենք դրա մասին, բայց հայերը շատ կներեք դեվ չեն եղել, հա, կոտոշավոր հրես չեն եղել, ինչը անում է հիմա Ալիևը։ Այսինքն այստեղ անգամ այդ ատելությունը եւ հայրին չընկալելու խոսույթը եւ եզրույթը ընկալումը Ադրբեջանում խորքային է։ Մենք շատ ենք խոսել ատելության արմենոֆոբիայի մասին Ադրբեջանում, ու սա ամենալավագույն փաստն է, որ քո իմ եւ ձեր մեր երկրի ղեկավարը, որը ի պաշտոն է Հայաստանի Հանրապետության վարչապետ է, նման ձևով է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը։ Ինձ համար խաղաղություն չի, հազար անգամ կներեք, այն հացահատիկը եւ այն բենզինը, որ գալիս է, այդ իմ համար խաղաղություն չի։ Ու խաղաղությունը ինքը բարդ կոմպլեքս է։ Իր մեջ մտնում է տնտեսական հարաբերություններ, բարոյական կապեր, ամենակարևորը տնտեսությունը դեռևս ամենավերջում պետք է դառնա։ Առևտրից ավելի ճիշտ։ Դա տնտեսություն չի, պարզապես շուկայական հարաբերությունները, որի ընկալումը վաճառում են որպես խաղաղություն, դա տնտեսություն չի։ Երկրորդը, ինձ համար որպես հայ, հա, Գառնիկ Դավթյան, ամենակարևորը ժողովուրդների համակեցությունն է, այսինքն մարդիկ որ իրար հանդեպ տարական փողոցում տեսնելուց չմտածեն մեկը մյուսի կողքորթը եւ ով առաջինը կտրելու։ Ես այդ զգացումը կա Ադրբեջանում։ Ու դա չի էլ նվազել։ Այն քարոզը, որ արվում է այսօր իշխանամերձ քարոզիչների կողմից, Բաքու գնալ գալով, որ այնտեղ մեզ բրատ են անվանում, մեզ ասում են, որ դուք մեր համար շատ նմանություններ ունեք, պարզագույն ամենահեշտ, ամենախոսուն փաստն է, թե ոնց են մարդկանց հավաքագրում։ Հայցի ասած վերբով կանում։ Նկատի ունեք, որ գնացել էին Բաքու։ Շատ կներեք, եթե ինձ հայ Բաքվից եկած հայը 5 հոգի էին, եթե այո, եթե Բաքվից եկած փորձագետ կոչվածը ինձ կարա վիրավորի, ասելով եթե դու չես հավատում Թուրքիայի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին, ուրեմն դու այս ես, այն ես, այն ես չեմ ուզում իրենց բառապաշար կրկնեմ, որովհետև առաջին ինքս ինձ եմ վիրավորելու։ Ես չեմ կա այդ մարկանց չընկալեմ որպես իմ թշնամի պետության շահերը ներկայացնող անձանց, որովհետև այտենց մեկ վայրկյանում մոռանալ ինչ որ տեղ ունեցավ անգամ 23 թվականին այդ ինչ ասեմ մարկային արժեքների մեջ չտեղավորվող երևույթը ինձ համար դա ուղղակի այլ եմ կրկնում լավագույն ցուցիչն եւ փաստն է որ տվյալ անձիկ չեն ներկայացնում հայ ժողովրդի շահ իրենք սպասարկում են Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության եւ իհարկե իրենց այսպես ասած պատմական արդարության վերականգնման շահը Հիմա Ալիևը այս կերպ արդյոք ցույց չտվեց իր վերաբերմունքը, որ ինչ մրցանակել ստանանք, ինչ էլ լինի, ինչ թուղթել ստորագրեք, ես այն ինչ որ որոշել եմ անել եմ։ Եվ Փաշինյանի հետ առանձնազրույցից հետո նման որոշում կայացնելը, պարզ է, որ դատարանի որոշումը Ալիևի որոշումն է։ Մենք գիտենք Ադրբեջանը ինչպիսի երկիր է եւ չի կարող ասել, թե դա դատարանի որոշումն էր։ Ինչպես օրինակ Փաշինյանը երբեմն ասում, որ դատարանն է որոշել, ինչ կարող եմ անել։
Հիմա այս դեպքում սա արդյոք վերաբերմունք չէր եւ այս մեսիջ չէր նաեւ ուղղված մեզ։ Պատասխանը դրական է լինելու, բայց ես կուզեմ մի փոքր ավելի բացեմ հարցը։ Մեր համար կա մի հատ կարևոր խնդիր, ընկալելիության խնդիր։ Այսօրվա իշխանության առումով եմ ասում։ Իրենք ինչպես են մտածում, երբ որ իրենք իրենց գլխին փայտով հարված են ուտում, քաղաքական լեքսիկոնով ասած, իրենք ոչ թե փորձում են այնց անոր փայտով հարված չուտեն, պաշտպանվում են։ Իսկ երբ որ դու պաշտպանվում ես, հետո կզում ես թշնամու դեմ։ Իսկ այս պարագայում եղավ այն, որ Իլհամ Ալիևը կարողացավ սպառնալիքի խոսույթով եւ սահմանին 1-2 կրակոցով Նիկոլ Փաշինյանի վախը բռնել, ատամները հաշվել, որից հետո եղավ այն ինչ որ տեղի ունեցավ, այսինքն Տավուշից տարածքների հանձնում եւ մնացած process-ները, որի մասին շատ լավ գիտենք։ Այսինքն դրանից առաջի մասին չեմ էլ ուզում խոսել, Տավուշի դեպքերից առաջի զարգացման process-ների մասին, որտեվ բավականաչափ շատ ենք դրա մասին զրուցել։ Այստեղ խնդիրը ամենակարևորը ընկալելիության մասին է։ Ինչ եմ դա շեշտում, որովհետեւ երբ որ դու չես սկսում ընկալել քո թշնամու խոսույթը, քաղաքական եզրույթը, պահանջները, դու ավտոմատ գիտակցաբար սկսում ես նպաստել հերթական ցեղասպանության կրկնմանը։ Բայց արդյոք նրանք չեն հասկանում, թե ուղղակի իրենք ասում են, որ մենք խաղաղության օրակարգն ենք առաջ տանում եւ մենք ուզում ենք անտեսենք այդ ամեն ինչը եւ խոսել միայն խաղաղությունից եւ աշխարհին էլ մեսիջ հղել, որ տեսեք Հայաստանը խաղաղություն է ուզում։ Մի հատ համատություն անեմ, շատ տարածված է, գալա ելույթ անեն ոչխարների արչեւ, ասում է, երբ որ դուք ինձ ընտրեք որպես ձեր ղեկավար, ես դեմոկրատ կլինեմ։ Այսինքն համատությունը ինձ թվում է տեղին էր։ Ես չեմ հավատում այն խոսույթին, որը որ հիմա կա, ու փաստեցի բազմապիսի փաստեր բերեցի, թե ինչու։ Այստեղ խնդիր ուղղակի Նիկոլ Փաշինյանի եւ իր աթոռը պահելու մեջ։ Այդ մարդիկ Ադրբեջանի տնային աշխատանքներն անում են մեր հաշվին, Հայաստանի ժողովրդի հաշվին, ու դա չի գալիս նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը ինչ որ ինչ ասեմ, սպეციფიկ հատկություններ ունի։ Այդ մարդը թույլ ղեկավար է։ Այդ մարդու տեսակը թուլության սիմվոլն է։ Ինքը ինչ էլ անի չանի, մեջտեղից էլ ճղվի, ինքը թույլ կերպար է, թույլ ղեկավար է։ Ու մեր համար կարևոր է, որ մեր երկիրը ունենա ուժեղ ղեկավար։ Ինչի, որովհետև երբ որ դու ունենում ես ուժեղ ղեկավար, կարողանում ես ամենամինիմալը քո դեմքը, քաղաքական եւ ժողովրդի դեմքը պաշտպանել։ Իսկ ինչ անում Նիկոլ Փաշինյանը, մեռավ Իլհամ Ալիևը վիրավորելով, սպառնալով, ձեռ առնելով, մի հատ որ ադրբեջանական տեղեկատվական դաշտը բացում ես, Նիկոլ Փաշինյանի մեմերն են, Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարներն ու առհասարակ իր խոսույթն է, որը կիրառում է ընդդիմության դեմ որպես մեմ են վերածում դա, ու սկսում են Ադրբեջանից էլ մեզ ծաղրել։ Այսինքն մեկ ծաղրում է Իլհամ Ալիևը հայ ժողովրդին, մեկ էլ Նիկոլ Փաշինյանը։ Այդ մարդը թույլ ղեկավար է։ Մեր երրորդ հանրապետության անկախության շրջանի մեջ երբեք որևէ պարագայում չի եղել նման իշխանություն։ Հիմա նկատելի է, որ Ալիևը փոխել է իր խոսույթը եւ վերջին շրջանում Սահմանադրության նույնիսկ փոփոխման մասին չի խոսում եւ հակառակը խոսում է, որ պատերազմի էջն է փակվել, խաղաղություն է հաստատվել ի վերջո եւ նույնիսկ պայմանագիր կնքելու մասին էր խոսել։ Դե խաղաղություն է բացվել, ուրեմն այդ դեպքում պետք է օկուպացված տարածքներից դուրս գան, դուրս չեն եկել։ Պետք է գերիներ ընդհանրապես չլինեն, գերիներ այնտեղ են։ Պետք է առհասարակ Ադրբեջանի պետական մակարդակով տեղեկատվական դաշտում չլինի եզրույթներ, օրինակ Շում բառապաշարը, օրինակ Զանգեզուրի Միջանցք բառապաշարը, օրինակ այն փորձագետների հարցազրույցները, որտեղ հայերին նվաստացումը որպես պետական, այսպես ասած, մոտիվացիա է հանդիսանում, բայց դրանք առկա են։ Այսինքն պետական մակարդակով վիրավորական արտահայտություններ, փորձագետներ նաև։ Այո, փորձագետների կողմից կա սպառնալիք։ Երբ որ դուք կարդում ես, շուն անվանել է իրենց նախարարները, երբ որ բայց փորձագետը խոսում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղություն օրակարգից, ինքը խոսում է սպառնալիքի լեզվով, որ հայերի հետ խաղաղություն հնարավոր չի, քանի սահմանությունը չեն փոխել։ Դուք շեշտեցիք, որ չեն խոսում սահմանության մասին, ես կասեմ, որ դա քաղաքական խայծ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանին գովելու, պուպուշ անելու process է։ Ու դա արվում է հատուկ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ներկայացվի հայ ազգի առջև որպես խաղաղության բաստիոն, բայց ինքը թուլության գեներալ է։ Ինքը գեներալ է թուլության մակարդակով։ Հետևաբար, երբ որ դու փորձում ես ադրբեջանական կողմի մանիպուլյացիան ներկայացնել որպես գիտեք ինչ կա խաղաղությունը լավ բան է, դա խաղաղություն չի, ես նորից մեջ բերեմ գալի եւ ոչխարների հարաբերությունը, հա, ինչպես է դա տեղի ունենում։ Մեզ դա են հիմա մատուցում, որ վաղը մյուս օրը Աստված մի արածցե, Աստված թող լեզուս չորացնի, եթե լինի նման ինչ որ լուրջ բախում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Նիկոլ Փաշինյանը չի մեղադրելու նախկիններին, ոչ էլ այսօրվա քաղաքական օրակարգ թելադրող մեր ձևով շարժմանը։ Մեղադրելու է ժողովրդին, ասում դե դուք եք ընտրել խաղաղությունը։ Այո։
Այդ մարդը այդ սինդրոմն ունի, էլի ինքը անպատասխանատու քաղաքական գործիչ է։ Ինքը չունի քաղաքականության հետ որևէ աղերս։ Ինքը լավ սպասարկու է։ Ինքը կարա գնա Զադաչյան ստանա, հանձնարարությունը ստանա, գա Հայաստանում մեր գլխին էտի ջարդի, մեզ բանտարկի, կալանավորի, քրեական գործեր հարուցի, ատելության քարոզանի սոցիալական ցանցը, ինչա կներեք տարբերվում, ինչա տարբերվում Նիկոլ Փաշինյանի ընդդիմության դեմ տարվող քարոզը ատելության մակարդակում Իլհամ Ալիևի կողմից տարվող ատելությանը հայերի դեմ առհասարակ ոչնչով ինչ թող բերեն ապացուցեն։ Նոր ճնշումներ, բռնաճնշումներ սպասվում են թե ոչ, եւ այն հիբրիդային պատերազմի մասին, որ սկսել են խոսել, Արարատ Միրզոյանն է բարձր ամբիոններից այդ մասին խոսում։ Մենք ունենք արձանագրված փաստ 3, եթե չեմ սխալվում, Իլհամ Ալեն Սիմոնյանը ուրեմն հանդիպել է Լավրովի հետ եւ Մատվիենկոյի հետ հանդիպել պետական մակարդակի ելույթները, երբ որ լսում ենք, մեզ համար առնվազն պարզ է լինում մի քանի բան։ Ռուսաստանի կողմից կա հստակ դժգոհություն, որ երբ որ դուք շեշտում եք հյուսիսից վտանգ կա ու դա փաստագրված չի, դա մեզ անհանգ ստացնում է ու զայրացնում է։ Այդտեղ ակնարկ կար վերջերս քաղաքական Ռուսաստանի քաղաքական մի դեմքի արտահայտության մակարդակում, բայց մենք գիտենք, որ դա ընդհանուր մեծ ճակատ է Ռուսաստանի դեմ։ Բայց մի բան պետք է ասեմ, երբ որ խոսում են հապկից ելնելու, ԵԱՏՄ-ից ելնելու մասին, իրանք իրենց քաղաքական հաշիվ տալիս են։ ԵԱՏՄ-ից ասացի, որ դուրս չեն գա։ Դե բա հարց, այդ դեպքում այստեղ կգնանք արդեն արտաքին քաղաքականություն։ Զանգեզուրի միջանցքը կամ թրիփը որպես այդպեսին, իրանից ինչ է ենթադրում։ Հիմա ինձ կասեն Զանգեզուրի միջանցքը դա թշնամական խոսույթ է։ Թշնամի դրա մասին խոսումը դուք չեք հակադարձում։ Ես կարամ ենթադրեմ, որ դուք այդ համատեքստը ընդունել եք։ Դուք համարել եք, որ արդեն դա Զանգեզուրի միջանցք է։ Կարող եմ համարել։ Ինչ վերաբերվում է դուրս գալուն, դուրս չգալուն, Ռուսաստանի բարձր ամբիոնից, ի նկատի ունեմ ղեկավար անձնակազմից, եղան հստակ ցուցիչներ, որ ոնց եք դուք պետքա կողմնորոշվեք։ Դուք գնում եք ԵԱՏՄ կազմի մեջ լինելով գնում եք Եվրամիություն կամ ՀԱՊԿ-ի կազմի մեջ լինելով գնում եք ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունը կառավարելու, դուք հավատում եք, որ հարաբերությունը սառեցված է։ Ես ոչ, բացատրեմ։ Առաջինը, որևէ իրավական կարգավորման նորմ չկա, որով հնարավոր է ՀԱՊԿ-ի անդամակցությունը սառեցնել, սա մեկ։ Երկրորդը, մենք ունենք ապացույցներ, որի համաձայն որ Հայաստանի Հանրապետության անվան տակ չի ստորագրվել ՀԱՊԿ-ի կողմից կայացված որևէ կարևոր որոշում։ Միգուցե ստորագրվում է պարզապես դրա մասին չի ասում։ Զուտ Հայաստանի ներքաղաքական օրակարգում կեղծ մանիպուլատիվ թեզեր առաջ տանելու համար ասում ենք սառեցրել ենք, որ դուր գա ժողովրդի ինչ-որ մի զանգվածի, ես կարծում եմ հենց այդպես է։ Կապել արևմուտքին, ամենակարևորը։ Իմ կողմից պատկերացումները հիբրիդային պատերազմի կայանում են մեկ բանում։ Այսօր Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային պատերազմ տանողը միայն Նիկոլ Փաշինյանն է։ Թիրախավորում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մեր ինքնության կարևորագույն ինստիտուտը։ Որևէ բան չի արում մեր օկուպացված տարածքները ազատագրելու դիվանագիտական։ Ես պատերազմից հեռու մարդ եմ, ես պատերազմ չեմ ուզում։ Դիվանագիտական քաղաքական ճանապարհներով։ Որևէ բան չի արվում գերիներին բերելու ճանապարհով։ Հիմա կասեք, բայց ո՞նց եղավ 4 գերի եղավ, ես այդ հարցին պատասխանեմ։ Երկու սիրիացի վարձկանների, տերորիստների, ահաբեկիչների փոխանակեցին 4-ի հետ։ Այսինքն այդտեղ խաղաղության օրակարգել չկա։ Մենք Սիրիայի հետ ենք այդ հարցերը լուծել։ Դե իրանց ասել է, գիտեք, իրանք ասում են, որ Արցախը Հայաստանը եւ վերջ, տեսանք Արցախի վերջը ինչ եղավ։ Իրանք ասում են մենք լեգիտիմ ընտրված իշխանություն ենք, բայց տեսանք, որ 21 թվականի իրենց նախընտրական ծրագրում, առասար քաղաքական ծրագրի տոկոսեն հարաբերակցությամբ 80%-ը չեն կատարել։ Դե Փաշինյանն էր այդպես ասում, բայց ամեն դեպքում միաժամանակ եղավ։ Գիտեք, ինձ համար ԿՊ եւ Փաշինյան մենակ Փաշինյան է, որովհետեւ այնտեղ իրանց ճանաչված դեպքեր չէ ասել, որ դուք ուսապարկ եք եւ այդ մարդիկ ԿՊԱ-ականները դրան չէին հակադարձել, համակերպվել են, որ իրենք ուսապարկ են։ Հետեւաբար ասել, որ այնտեղ կա լուրջ քաղաքական միտք, բանավեճներ, ոչ, Նիկոլ Փաշինյանը գալիս է մի հատ գրիչով թափա տալիս, այնտեղ սաղ նստում են իրենց տեղը։ Ու ասեմ, այսօրվա դիմադրությունը Հայաստանի ներսում, տարբեր ճակատներում, ինքը արդարացված դիմադրություն է։ Այստեղ ոչ քաղաքական ես շահ եմ տեսնում, ոչ ինչ-որ անձնական շահ, մարդիկ ուզում են հայ մնան։ Մարդիկ պայքարում իրենց ինքնության համար, նա թվում նաև ես։ Ես չեմ ուզում առավոտ զարթնեմ, իմանամ, որ ոչ թե Հայաստանի Հանրապետությունն, այլ Էրմենիստան է։ Կամ ասենք ինչ-որ թուրքական Վիալետ, որը ինչ պայմաններով անվանում են նույնպես Էրմենիստան։ Իդեպ այսօր ՀԿ փոխնախագահ եւ ԿԳՄՍ նախկին նախարար
Արմեն Աշոտյանը նշել էր, որ ԿԳՄՍ Բարսագույն կրթության եւ գիտության կոմիտեի կայքում հունվարի 30-ին տեղադրված է հայտարարություն, որը կոչվում է ուսման հրավեր Թուրքիայի արտգործնախարարության կողմից Հայաստանի Հանրապետությանը ներկայացվել է Թուրքիայի կրթաթոշակներում կազմակերպվող դիմումների գործընթաց, այսինքն որ կարող են գնալ այնտեղ սովորել եւ մտահոգություններ հնչում, որ երբևէ նախ նման բան չի եղել պետական մակարդակով, որ դա տեղ գտնի կրթության նախարարության էջում եւ Թուրքիայի արտգործնախարարությունից դա ուղարկվի այդ հրավերը եղել են առանձին մարդիկ, ովքեր գնացել սովորել են, բայց որպես պետական կրթական ծրագրում ներառված գործընթաց դա չի եղել։ Ես պարզ օրինակ բերենք Ռուբեն Ռուբինյանի դեպքը, մենք մեր ձևով շարժումով դրան անդրադարձել ենք, եղել է հերքում, բայց ես կասեմ, որ այդ հերքումը համահավասար է, ԿՊԱ-ականները շատ են չէ՞ սիրում այդ կեղծիք, fake news, հիբրիդային պատերազմ բառապաշարներ կիրառելը, բայց ես կարող եմ պնդել, որ սուտը ԿՊ-ի սրբությունն է։ ԿՊ-ն սուտ խոսալով ամեն բան կասի, դա սրբություն ներկայացնելով, ինչա թե շահի ժողովրդի ինչ որ մի զանգվածի հավանությունը։ Անդառնալով բուն հարցին, ասեմ, որ գիտեք, երբ որ ունես Ռուբեն Ռուբինյան, ով սովորել է Թուրքիայում համապատասխան ծրագրով, ու նաև կա վարկած, որ ինքը լուրջ ջերմ հարաբերություններ ունի որոշակի կառույցների հետ, ես կարող եմ ենթադրել, որ նման ծրագրերը նախ եւ առաջ իրենց մեջ պարունակում են ազգային անվտանգության ռիսկ։ Ասեմ ինչպես։ Երբ որ գիտենք, որ հա Թուրքիան Այդ մասին Արմեն Աշոտյանն էլ նշեց։ Այո, ես ճիշտ ասած չեմ դիտել Արմեն Աշոտյանի, ամենայն հարգանքով չեմ դիտել իր ելույթը, բայց ես որպես մասնագետ իմ կարծիքը հայտնեմ։ Ազգային անվտանգության խնդիր եմ այդտեղ տեսնում։ Ինչպես։ Երբ որ քո Հայաստանի Հանրապետության քաղաքացին գնում է քեզ համար թշնամի հանդիսացող պետություն, ու այդ պետության անվտանգության մարմինները փոշորացիցով հետևում են բոլորին, ես կարող եմ ենթադրել, որ իրենք կարող են այնտեղ հավաքագրել տվյալ որոշ մարկանց հերթական ցիկլը կազմակերպելու Հայաստանում քաղաքական իշխանության փոփոխության ԿՊ-ից գա մատ ուրիշ ԿՊ, որը կծառի նույնպես թուրք-ադրբեջանական տանդեմին։ Այո, կարող եմ։ Ես անգամ դա ոչ թե կասեմ կրթաթոշակ, դա կասեմ մասնագիտական վերապատրաստում։ Հայաստանի Հանրապետությունը վիոլետացման մասնագիտական վերապատրաստում, դա կարող ենք այդպես անվանել։ Այդ ինչի եվրոպական լուրջ կրթական հաստատությունները թողած, ամերիկյան, բրիտանական լուրջ հաստատությունները թողած, որ համաշխարհային մեծ կշիռ ունեցող, մեծ ճանաչում ունեցող բուհեր են, այդտեղ թողած գնում են Թուրքիա։ Փողի խնդիր ասեց Նիկոլ Փաշինյանը, ասեց մենք փողի խնդիր չունենք։ Փողի խնդիր ունեն, որ չեն գնում այդտեղ սովորելու։ Ես կասկածում եմ, ես կարծում եմ, որ այդտեղ կա լուրջ մոտիվացիա թուրքերի հետ ավելի սերտ աշխատանք տանելու համար։ Նաև կրթական ոլորտում, մշակութային կրթությունը ամենակարևորն է։ Իրեն Ադրբեջանի հետ կապված էլ է խոսում, որ մշակութային նաև կապերի հաստատման մասին։ Ադրբեջանը ունի Արևմտյան Ադրբեջան հակահայկական կառույց, ով օր ու գիշեր արդեն 4-5 տարի է հրապարակում է գրքեր, քարտեզներ, քաղաքական խոսույթում հակահայկական եզրույթներ առաջ քաշում, ունի խալիների հատուկ մշակութային ծրագրեր, երգերի, պարերի, անգամ սնունդի, ել չասեմ մրգերի։ Հիմա կասեք սա աբսուրդի ժանրից է, բայց պատկերացրեք ադրբեջանցիները կեղծ ցուցահանդես են կազմակերպում ու խաղողը ներկայացնում են որպես Արևմտյան Ադրբեջանի խաղող։ Այդ նորմալ է։ Ասենք մարդկային բանականությունը պետք է խնդիր ունենաս, էլի որ խաղողը, որ ինքը առասարակ աշխարհով տարածված է, սորտերի տարբերությունը չկար։ Պարզապես խաղողը տես դրած էր, սա Արևմտյան Ադրբեջանի խաղողը, թե այդ ոնց են գնացել բերել ըստ իրենց պահանջատիրության, չէ, ասում են Հայաստանի ամբողջ տարածքը դա Արևմտյան Ադրբեջանն է։ Թե այդ ոնց են հասցրել, միգուցե ինչ որ այստեղ քաղաքական կապերի միջոցով այդ խաղը փոխանցվել, չգիտեմ։ Ամեն դեպքում ինձ համար այս կրթական դա եք շեշտում, բայց չմոռանանք նաև որ կա ծրագիր դպրոցական դասագրքերում ադրբեջաներենի անցնելու, ադրբեջան լեզուն սովորելու ծրագրեր, ճիշտ եմ։ Սա զուգորդված գործընթաց է։ Նախ սկզբում փոքր տարիքով երեխաներին, որոնք չունեն զարգացած ինտելեկտ, սա վիրավորական չեմ ասում, երրորդ դասան երեխին չի կարա զարգացած ինտելեկտ չունի ձևավորված արժեհամակարգ, չունի առհասարակ պատմության, ինքնության մասով գիտակցված պատկերացում, մեկը տանում ես բարձր բուհական հաստատությունների մակարդակի այս ծրագրը ստեղծում։ Այսինքն մենք այնքան մեր ազգը այնքան խելք չունի, այնքան անգրագետ է, որ կարիք ունի Թուրքիայից ու Ադրբեջանից խելք սովորելու։ Ես մեր ազգի հանդեպ ասեմ շատ մեծ կարծիք ունեմ դրական։ Բայց այդ բարձրացում է, որ այնտեղ շատերը հայերեն գիտեն, իսկ մեր մոտ քչերը գիտեն թուրքերեն, ադրբեջաներեն եւ լավ է իմանալ։ Շատ ներողություն, դրա մեղավորությունը թուրքերն ու ադրբեջանցիներն, որ մենք այստեղ մասնագետները քիչ ենք։ Նիկոլ Փաշինյանը չէ որ 18 թվականին
ամբողջ ուրեմն պետական մարմինը, որտեղ գործում էր հակա-ադրբեջանական քարոզչություն, հակա-քարոզչության մշակված մեխանիզմներ, մասնագետներին դրից կրճատեց։ Մենք բյուջեն գեր ծախս ենք տալիս։ Ինչքան մասնագետ կա, ովքեր գործ են անում, կրճատեց։ Այսինքն այդ մարդը այդ նյուժել այդ ժամանակ չէր մտածում, հիմա մտածեց։ Ես խիստ կասկածում եմ։ Նիկոլ Փաշինյանը մեր Հայաստանի Հանրապետության իրենց քաղաքական թիմը Նիկոլ Փաշինյանի հետ մեկտեղ մեր ազգային անվտանգության խնդիրն են, որովհետև իրենք իրենց քաղաքական խոսույթով, գործողություններով ես այս վերջի տարիների ընթացքում չեմ տեսել իօքուտ մեզ գործողություններ։ Իօքուտը եղել է շատ ուրախ եմ, որ գեյները վերադարձούν, անկեղծ եմ ասում, ես շատ ուրախ եմ, որովհետև դա ամենավատ բանն է, որ դու կարաս մարդուն կամենաս Ադրբեջանում գերի լինելը, բայց պետք է դրա տակ էլ տեսնել, թե ինչ համատեքստում է դա արվել, դա չի արվել, պարզ բան ասեմ, 2022 թվականի հոկտեմբեր, եթե չեմ սխալվում, Սյունիքում եղավ ադրբեջանցի, ով պատահաբար զինվոր անցել էր մեր սահմանը, Նիկոլը վերցրեց տվեց Ադրբեջանին, առանց գերի հետ ուզելու, սա մարդկային քայլ է։ Բայց այս պարագայում 4 գերի հետ են բերում, 2 հատ ահաբեկիչ հետ են տալիս։ Այդտեղ չկար Ադրբեջանի կողմից մարդկային ընկալումներ կամ մարդասիրական ընկալումներ։ Կային, պարզապես իրենք գործարքի են գնում։ Սա է տարբերությունը։ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը ինչ հանգուցալուծում կունենա եւ նաեւ գնդերեսների մասով այդ որոշումը որ կայացվեց։ Անկեղծ իսմա դա ավելի շատ մասնագիտական եկեղեցու մասնագետի վերլուծության կարիք ունի, որտեղ այնտեղ ավելի ներկուլիսային, ներխոհանոցային հարցեր կան, բայց եթե խոսենք քաղաքական ընկալման մասին, ես կարծում եմ, որ այստեղ ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը չի ունեցել այն ինչ որ ցանկացել ունենալ, վեհապարի այն ինչ որ ինքը պնդում էր, չեմ ուզում պնդումներ անել, վիրավորական է ինձ համար, եւ այն կոնտեքստը, որը որ կա հիմա վեհապարի շուրջ ձևավորված, էականորեն նվազել է քաղաքական համատեքստում։ Ինքը անդադ փորձում է նոր մարկանց հավաքագրել, բայց շատ մեծ դժվարությամբ է դա անում։ Այն էլ վստահ եմ կոմպրոմատների եւ տարբեր Հիմա փորձում արդեն դատական գործընթացներով։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը ու իրավունքը ու Նիկոլ Փաշինյանը հիմա ուղղակի շոու է անում հասարակությանը ցույց տալու, որ գիտեք, ես բարենորոգման հետևից եմ գա ճակերտավոր, բայց եթե որ նույն քաղաքացին հարց ախպեր, մի րոպե, դու ուր եկեղեցին ուր կամ դու ով ես, Հիսուս Քրիստոսն ես, որ որոշել ես բարենորոգում իրականացնես, կամ դու արդյոք սուրբ ես, այդ գիրքը որ գրել էր, որտեղ 18+, ես կասեի 32+ ձևակերպումներ կար, արդյոք դա Հիսուս Քրիստոսի կամ սուրբ լինելու դրսևորում է։ Այո, դա գրքյան ունչեմ PR ենք անում, պետք չէ, մեր ժողովուրդը մեղք։ Փաշինյանի դեմքն է դա, անկեղծ այդ մարդը տենց է մտածում։ Հեչ պարտադիր չի դու լինես վարչապետ։ Պարտադիր արվեստական ստեղծագործություն է։ Դե ինքը կարող է սա անվանել արվեստական ստեղծագործություն։ Ես չեմ ուզում, գիտեք, Նիկոլ Փաշինյանը ոչ բարենորոգման եկեղեցու, ես դրա կարիքը չունեմ Նիկոլ Փաշինյանի ձեռքով արվելու։ Ես վստահ եմ, որ եկեղեցին այս ընթացքում մինչև Նիկոլ Փաշինյանը ասպատակում հայարակելական սուրբ եկեղեցի ունեցել է բազում խնդիրներ, որոնց մասին հասարակություն չի իմացել։ Ինքը իր ներքին օրակարգով դա լուծել է։ Դա հասարակությունը վերաբերելի հարցեր չեն բնավ։ Հասարակությունը վերաբերելի են սոցիալական հարցեր։ Օրինակ, թոշակների բարձրացում, տնտեսական աճ, գների իջեցում, աղքատության վերացում, գործազրկության նվազում, դրա վրա չկա աշխատանք, իհարկե իշխանության կողմից կա աշխատանք միայն ազգային ավանդական եւ նաեւ մեր ինքնության պահպանող օբյեկտները ոչնչացնելու առումով։ Ասում են թոշակառուների համար մենք այնպես ենք արել, որ նրանք առողջապահության ապահովագրություն։ Իսկ ունեն ստատիստիկա, թե թոշակառուներից քանիսն են հիմա դրանով օգտվում։ Մեկ-երկու դեպքեր են նշում, որ 400,000 դրամանոց վիրահատությունն է եղել եւ այլն։ Դե եթե մենք նայենք ամբողջ Հայաստանում կա 3 միլիոն բնակիչ, որից ահագին զանգվածը օգտվում է թոշակներից, պարզ է որ մի հոգի կվիրահատվի, եթե այդ մի հոգով իրանք պետք է ներկայացնեն բոլորին բարենորոգված process, ես սա որպես բարենորոգում չեմ համարում։ Հետո մի բան հաշվի առեք, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն ամեն տարի ավելանում է 1 միլիարդով եւ 1 միլիարդ մի քիչով ավելանում է։ Ինքը 7 տարի, արդեն 8 տարի է լրանում, որ իշխանության է, ամեն տարի այդքան ավելացել է։ Նախկիններն էր մեղադրում, ասենք այդ նախկիններ ասվածը ինչ արե չեն արե, իրենց 30 տարվա կառավարման process-ում, մեր պետական պարտքը բյուջեի հանել են 7 միլիարդ 30 տարվա կտրվածքում։ Այդ Նիկոլ այդ 7 տարում, 8 տարում ոնց մի հատ էլ կրկնապատկեց մեր պետական պարտքը։ Ասենք իմ համար նորմալ չի կներեք, ես չեմ ուզում ունենալ այնպիսի երկրի ղեկավար, ով բացի սեփական գրպան ու սեփական ստամոքսը մեծացնելուց ուրիշ բանի մասին չի մտածում։ Հա, կներեք, մեկ էլ մտածում է Ադրբեջանի ոնց անի ծառայություններ։
մատուցի։ Ամեն դեպքում իրենք վստահ են, որ վերընտրվելու են եւ ավելին Ալեն Սիմոնյանն ասում է, որ նույնիսկ ավելի շատ ձայն ենք ստանալու, քան 2021 թվականին, որովհետեւ այն ժամանակ պատերազմից հետո էր հիասթափությունը մեծ էր, բայց հիմա մարդկանց հիասթափությունն էլ է վերականգնվել, խաղաղության օրակարգն են տեսնում, թրիփն են տեսնում։ Նիկոլ Փաշինյան, չնայած տարբերություն չեմ տեսնում Ալեն Սիմոնյան, մեկը բոլորը Նիկոլ Փաշինյանի ուսապարկի մեջ են տեղավորվում, իրենց քաղաքական եզրույթը, իրենց պնդումները, գիտեք, իմ մոտ անգամ ծիծաղ չեն առաջացնում։ Իմ մոտ պարզապես առաջացնում են հետեւյալ ընկալումը, որ մեր ժողովուրդը ունի արդարության եւ իրեն հայեցի զգալու կարիք, ուժեղ զգալու կարիք, ու ես վստահ եմ, որ այդ ուժեղ ընտրողը գնալու է ընտրության օրը ու քաղաքական ապտակ հասցնի Ալեն Սիմոնյանին, ցույց տա, որ Ալեն Սիմոնյանը այնքան չկա, որ ինքը այդ ուժեղ ընտրողի առումով որոշումներ կայացնի։ Ես վստահ եմ, մենք ունենք այդ վստահությունը, մենք անգամ չենք ասում եթե անգամ մեր մոտ այդ հաղթանակի ձգտումը շատ ուժեղ է դրված եւ ուժեղ Հայաստանը լինելու է անպայման։ Ու ինադու Նիկոլ Փաշինյանի ի օգուտ մեր հայ ժողովրդի։ Մենք գալիս ենք իշխանության, մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքը ապահովելու ու ամենակարևորը իսկ իրական խաղաղություն տալու։ Նիկոլ Փաշինյանի խաղաղության մասին չի խոսքը։ Մենք իրական խաղաղություն ենք բերելու, մենք դեմ ենք պատերազմին, մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդը հանգիստ շնչի, մահ չտենա, արուն չտենա։ Ու նաև պատերազմից են խոսում, բայց նաև կա ներհասարակական պատերազմ, օրինակ թմրանյութերի, թմրատեղերի կիրառելիության թվաքանակի մեծացում, սպանությունների, հանցագործությունների, սա նույնպես պատերազմի ձև է, ուղղակի ներքին։ Մենք ամեն բան անելու ենք, որ այս 8 տարվա բացթողումը, այս 8 տարվա անարդարության զգացումը եւ այս 8 տարվա նզովանքն ու տառապանքը մեր ժողովրդի ուսերից իջացնենք, թեթևացնենք, այդ մարդիկ սկսեն հանգիստ ապրել, չմտածեն առավոտ բացելու ենք մատ Նիկոլ Փաշինյանի եթեր նայենք կամ Ալիևի դեմ կուզուպարզ վիճակ նայենք, մատ վատը զգանք, որ հայ ենք, մտածենք արտագաղթի համար, տղեկին ընցանենք բանակում չծառայեն։ Նիկոլ Փաշինյանը այտենց կերպար է, թույլ ղեկավար է, եւ մեր տարբերությունը դրան ամենաառաջինը, ամենակիչն եմ ասում, ուժեղության մեջ է կայանում։ Մենք ունենք եւ ֆինանսական ռեսուրսներ, եւ խելքի ռեսուրսներ, դուխով խելքի չէ, խելքի ռեսուրսներ, եւ ունենք այն հայի համար կարևորագույն արժեքները, որոնցով մենք առաջ ենք տանելու մեր ժողովրդի պահանջները։ Փետրվարի 12-ին հայտնի կլինի թե ով է թեկնածուն եւ արդյոք քաղաքական այլ լուծումներ կտրվի այն հարցերի շուրջ, որը հուզում է հասարակությունը ոչ միայն սոցիալական տնտեսական ոլորտում, այլև քաղաքական անվտանգային մասին խոսել ենք, արտաքին քաղաքականության հետ կապված։ Տնտեսականի մասին արդեն խոսում ենք, 5 քայլերը կա, եթե կուզեք կարճ թվարկենք, մենք խոսում ենք 300,000 աշխատատեղ ստեղծելու մասին, խոսում ենք 0% հարկեր մեր փոքր բիզնես ունեցող հասարակության մասին, բիզնեսմենների մասին, մենք խոսում ենք դեղորայքի 20% էժանացման մասին, մենք խոսում ենք ինձ համար թերևս ինձ համար ամենասրտամոտը, որտեղ երիտասարդ եմ 20,000, ես միշտ եմ շեշտում, այնայնիվ ֆավորիտն է 20,000 բնակարանների կառուցումն է 20,000 նորաստեղծ ընտանիքների համար, երիտասարդ ընտանիքների համար եւ իհարկե մթերման հարցը, որի ամենաշատն է այսօր տառապում գյուղացին դրա ձեռքը։ Ինչ վերաբերում է փետրվարի 12-ին, փետրվարի 12-ին դուք կիմանաք եւ մեր հասարակությունը կիմանա մեր վարչապետի թեկնածուին եւ մնացած բոլոր հարցերի պատասխանները մնացած բոլոր հարցերի պատասխանները կտրվեն։ Այո, փետրվարի 12-ին կլսեք ինչ պետք է լսեք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս ադրբեջանագետ մեր ձևով շարժման անդամ Գառնիկ Դավթյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։